Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայերը փախչող շներ են, ադրբեջանական արտադրության ԱԹՍ-ներն են այս անվանումը կրում։ Մասնագետները Ալիևյան ռեժիմի գործելավոճում նոր վտանգավոր դրսևորում են նկատում։ Ադրբեջանի զավթողական քաղաքականությունն իրականացվում է հանրության շրջանում սերմանող ատելության խոսքին զուգահեռ։ Այլ կերպ հող է նախապատրաստվում լայնածավալ ագրեսիայի համար, փորձելով դա աշխարհին հրամցնել իբրև ֆաշիզմի դեմ պայքար։ Դա պատերազմից հետո թափ ստացավ, անգամ Ալիևը ԱԹՍ-ների արտադրության ցուցահանդեսին զավեշտալի շփիտով եւ հիացմունքով էր հասնում այդ ԱԹՍ-ների կողքով, շեշտադրանք կար ԱԹՍ-ների անվան հետ կապված, ու դա շատ լայն տարածում ստացավ ադրբեջանական քաղաքական դաշտում, ինչ օրս կա։ Ադրբեջանական կողմը խոսում է հայերի առհասարակ պատմություն չունենալու մասին, հայերը այստեղ եկվոր ազգ են, առհասարակ պահանջատել լինելու իրավունք չունեն։ Հետևաբար ԱԹՍ-ները դա մի մաս շատ փոքր մաս է կազմում, բայց իհարկե դա բավական լուրջ պրոբլեմ է Ադրբեջանի համար, եթե իհարկե հայկական կողմը լուրջ քայլ ձեռնարկի։ Այլախոհության համար Ալիևը իր ժողովրդին ձերբակալում ու բռնաճնշումների է ենթարկում, փորձում լրացնել հայրենիքի դավաճանի պիտակով։ Դրսում խոսելով խաղաղության մասին, ադրբեջանական իշխանությունները ներսում թիրախավորում են խաղաղության մասին բարձրաձայնողներին։ Ադրբեջանում պատերազմի դեմ հանդես եկողների թիրախավորման մասին մանրամասն հետազոտություն է հրապարակել Քեմբրիջի համալսարանի հրատարակչության բրիտանական միջազգային ուսումնասիրությունների ասոցիացիան։ Ադրբեջանում հայերը ներկայացվում են որպես ազգային թշնամի, Ալիևի ելույթներում սադրիչ ստախոսներ, վայրենիներ, շնագայլեր եւ հետապնդվող շներ։ Դպրոցական պատմության դասագրքերում էլ ներկայացվում են իբրև հավերժ թշնամիներ, ըստ էության այդ կերպ նոր սերնդի ներկայացուցիչների շրջանում հավերժացնելով միջէթնիկական ատելությունը։ Մինչ ադրբեջանական բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է պատերազմին, փոքրամասնությունը վիճարկում է Ադրբեջանի գործողությունների օրինականությունն ու հայերի հանդեպ սերմանվող ատելության թույլատրելիությունը։ Ի վերջո հայրենիքի դավաճաններ որակվածների հակապատերազմական կոչերն անտեսվում են ու մատնվում լռության։ Այսպես խոսքը կա, մենք փորձակիները շատ են դա հումորով ներկայացնում, ասելով, որ եթե ադրբեջանցի դիվանագիտես սուտ չես անցել քրեական գործով, երկու հոդվածով ինտերնետի պահպանման եւ տարածման, եւ երկրորդը ի օգուտ Հայաստանի հայտարարություն անելու հոդվածով, ուրեմն դու ադրբեջանցի իրական դիմադիր չես, եւ բնականաբար Ադրբեջանում այսօր բոլոր խաղաղության կոչերը ներում են նման հետապնդում։ Կարմիր կովն, ինչպես ասում են, կաշին չի փոխում, ձեռագիրը չի փոխում նաև Ալիևը, հնարավոր ու անհնար բոլոր տարբերակներով բորբոքելով հայերի հանդեպ ատելությունը։ Անջատողականներ, ահաբեկիչներ, որակումն էլ Հայաստանի նկատմամբ հնարավոր ռազմական ոտնձգությունները արդարացնելու համար են։ Մասնագետն ասում է, հայերին բնութագրող բառապաշարը Ալիևի ներքին սպառման զինանոցից են։ Միջազգային հանդիպումների ժամանակ նա խոսում է խաղաղասերի դիրքերից, խաղաղակիրթ աշխարհին մոլորեցնելու համար։ Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները ավելի են 14.5%-ով կամ 120 միլիարդ դրամով։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն է գրել. «Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին», գրել է վարչապետը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովից։ Կողմերն անդրադարձել են նաև Վալենտինա Մատվիենկոյի Հայաստանի Հանրապետություն կատարվելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին։ Այդ միջոցառումների մասնակցությունը նաև հնարավորություն է միջազգային տարբեր շփումներ ունենալու եւ տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերելու։ Ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահն նույնպես մասնակցելու է։ Բոլորը բոլորի հետ պետք է խոսան, մենք որպեսզի բոլորին չնեղացնենք, պետք է փորձենք բոլորի համար լավը լինենք, ոչ կա Հայաստանի Հանրապետության շահ, կա հայտարարված Հայաստանի Հանրապետության կարծիք, որ ես այս կարծիքն ունեմ, ես այս ուղղությունը ունեմ։ Ու այդ գործողությունները, որոնք որ մենք անում ենք միջազգային հարթակ, թե ով կգնա անդեղում, կժպտա, ում կբարևի, դա քաղաքականություն է։ Ինչպես ես դա ասել եմ, քաղաքականությունը մեծ առևտուր է։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դկոտինին բարձր է գնահատել հանրապետության առաջընթացը մամուլի ազատության ինդեքսում։ Լրագրողներ առանց սահմանների հրապարակած 2025 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 180 երկրի շարքում 34-րդ տեղն է զբաղեցրել Հայաստանը եւ այն շարունակում է առաջընթաց գրանցել։ Այն հաստատում է որպես տարածաշրջանում ազատության օազիս։ Աջակցելով Հայաստանին մենք աջակցում ենք մեր արժեքները կիսող ժողովրդավարությանը, գրել է Ֆրանսիայի դեսպանը X-ի իր էջում։ Իրանն առաջարկել է Տրասեկա ծրագրի շրջանակում ստեղծել Իրան-Ադրբեջան-Վրաստան տարանցիկ միջանցք։ Առաջարկն արել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարը Բաքու այցի ժամանակ։ Տրասեկան Եվրամիության առաջարկած բազմակողմ համագործակցության ծրագիր է Եվրոպա, Կովկաս, Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի երկրների միջև տնտեսական հարաբերությունների, առևտրի եւ տրանսպորտային կապի զարգացման նպատակով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայտարարությունները Իրանի միջուկային ծրագրի վերացման վերաբերյալ ապակառուցողական են եւ խոչընդոտում են գործարքի կնքման, այս մասին հայտնել են Իրանի արտաքին գործերի նախարարությունից։ Իրանը միշտ եղել է դիվանագիտական մոտեցման կողմնակից եւ պնդում է, որ գործարքի շուրջ բանակցությունները պիտի շարունակվեն։ Ճեպազրույցի ժամանակ ասել է Իսմայիլ Բաղային։ Թրամփը հանձնարարել է առևտրի նախարարությանը եւ ԱՄՆ առևտրային ներկայացուցչին անհապաղ սկսել այն գործընթացը, որով կսահմանվեն սահմանափակումներ արտասահմանում արտադրված ֆիլմերի վրա։ Թրամփի խոսքով ամերիկյան կինոարտադրությունը շատ արագանկում է ապրում, քանի որ այլ երկրներ առաջարկում են շահավետ պայմաններ խթանելով ֆիլմ արտադրության արտահոսքը։ Հետևաբար ես լիազորում եմ առևտրի նախարարությանը եւ Ամերիկայի առևտրային ներկայացուցչին անհապաղ սկսել գործարքը, որով կսահմանվի 100% մաքսատուրք մեր ներմուծվող բոլոր ֆիլմերի նկատմամբ, եթե դրանք արտադրված են արտասահմանում, գրել է Թրամփը։ Չինաստանի զբոսաշրջային Ցյանսի քաղաքում մայիսի 4-ին գետում 4 նավ է շրջվել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ, եւս 70 մարդ է վիրավորվել։ Զբոսաշրջային նավերը շրջվել էին ուժգին քամիների հետևանքով, 84 մարդ հայտնվել էր գետում։ Չինաստանի նախագահ Սի Ցինպինը հրահանգել է աջակցություն տրամադրել զոհերի ընտանիքներին։ Նա նշել է, որ երկրի մի շարք նահանգներում վերջերս նման միջադեպեր են տեղի ունեցել եւ տեղական իշխանություններին ու համապատասխան վարչություններին հորդորել է միջոցառումներ ձեռնարկել նման դեպքերի կրկնությունից խուսափելու համար։ Արտակարգ դեպք է տեղի ունեցել Խաբարովսկում, ձին փախել է տիրոջից եւ ճանապարհատրանսպորտային պատահարի հեղինակ դարձել։ Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած հայտնի ծեծկրտուքին անդրադարձավ քաղաքապետը գործակարգավարական նիստում։ Բռունցքներով ֆիզիկական բռնություն գործադրելով հարցերը չպետք է լուծել, ասաց Ավինյանը։ Ամեն օր ինչ որ մեկը ինձ վիրավորում է։ Ինձ, բոլորիս, ամեն մեկիս անհատապես ինչ որ մեկը վիրավորում է։ Թևերներս չեն քշտում գնում իրանց ծեծելու։ Դա մեր վարքականոնը չի, դա չի կարող լինել մեր վարքականon։ Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարն այստեղ չլռեց, արձագանքելով քաղաքապետին հայտնեց, թե իրեն սադրել են, բայց ներողամտություն էլ հայցեց։ Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր եւ կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար եւ ձեզանից, պարոն քաղաքապետ, եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն։ Քրեական գործը արդեն իր ընթացքով կգնա եւ դատարանը կորոշի, ով է ճիշտ եւ ով սխալ։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն էր արձագանքել։ Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին հայտնելով, թե եթե քաղաքապետը աշխատանքից ազատի Նոր-Նորքի թաղապետին, ապա հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները վայր կդնեն իրենց լիազորությունները։ Ավինյանին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի այդ հայտարարությունը դուր չէր եկել։ Ձեր հայտարարությունը սխալ հայտարարություն էր, որովհետեւ Երևանի քաղաքապետը ամենայն հարգանքով հարգելիներս չի կարող զուտ միայն կուսակցական տրամաբանությունից ելնի կամ գործընկերային կամ մեկին սիրում է կամ մեկին չի սիրում։ Նոր-Նորքի թաղապետն ի դեպ այդ միջադեպից հետո լրագրողների հետ զրույցում չէր էլ զղջացել արարքի համար, ավելին հայտնել էր, թե
ինչ արել է, լավ է արել։ Ես ինձ պահել եմ մնես, ոնց որ կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ։ Այդ միջադեպից հետո իրավաբանական եւ փաստաբանական համայնքները կոշտ արձագանքեցին թաղապետի արարքին, քննադատելով պետական իրավապահ մարմիններին, ակնկալում էին, որ թաղապետը պետք է պատշաճ պատասխանատվություն կրի, ընդհուպ պաշտոնից ազատում իր արարքի համար։ Քննչական կոմիտեում 2 քրեական գործ է հարուցվել, մեկը խուլիգանության հոդվածով Չախոյանի եւ Մանուկյանի նկատմամբ, մյուսը ֆիզիկական ներգործության հոդվածով, տեղի ունեցած ծեծի հետ կապված մեղադրանք է առաջադրվել նաեւ թաղապետին։ Էկոնոմիկայի նախարարությունը քայլեր է անում սպառողների իրավունքների պաշտպանության օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության օրենսդրությանը։ Գնի ներկայացման կանոնների հետ կապված նոր կարգավորումներով սպառողը հնարավորություն կունենա տեսնել վաճառքի ներկայացված բոլոր ապրանքների միավորի, այսինքն 1 կիլոգրամի, 1 լիտրի կամ 1 քառակուսի գինի։ Օրինակ, եթե ապրանքը վաճառվում է մեծ ծավալով կամ փաթեթով, ապա սպառողը հնարավորություն ունի հասկանալ, թե ավելի շահավետ է ձեռք բերել այդ մեծ փաթեթը, թե նույն ապրանքը ավելի փոքր ծավալով։ Կխստացվի նաև սպառողին շահագրգռելու միտումով կեղծիքի դիմելն ու գնորդներին մոլորության մեջ գցելը։ Օրինակ, ապրանք վաճառողները օնլայն հարթակներում կեղծ հետևորդներ կամ դիտումներ ու մեկնաբանություններ ավելացնելու համար կենթարկվեն պատասխանատվության։ Ներդրվել են իրավական այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան ավելի քիչ վարչարարության իրականացմամբ կանխել իրավախախտումները կամ հասնել դրանց վերացմանը։ Այս առումով հատկապես հիշատակելի է զգուշացման մեխանիզմը, որի միջոցով տնտեսվարներին հնարավորություն է տրվում կանխել հանրաժողովի կողմից վարույթի հարուցումը, այն դեպքում եւ վերացվում է իրավախախտումը։ Պապոյանի խոսքով տնտեսական մրցակցություն եւ սպառողների պաշտպանություն երևույթները ամբողջ աշխարհում դիտարկվում են որպես մեկ ամբողջություն։ Ուստի հատուկ խնդիր չի առաջացել, թե ինչպես արդեն գոյություն ունեցող օրենքները հարմարեցնել Հայաստանին։ Նախարարը ներկայացնում է նաև սպառողների իրավունքների մասին պատկերացման եվրոպական փիլիսոփայությունը։ Եթե դու ուզում ես սպառողների իրավունքները պաշտպանես, պետքա դու ունենաս 10 հատ խանութ մի փողոցի վրա։ Եթե դու ունենաս աշխարհի ամենախիստ վարչարությունը, բայց մի խանութ, այսպես ասած, ինչքան էլ վարչարություն անես, այդ սպառողների իրավունքները չեն պաշտպանվել։ Այսինքն մրցակցությունը ինքը պաշտպանում է սպառողների իրավունքները։ Էկոնոմիկայի նախարարության առաջարկած նախագիծը կներառվի նաև ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա օրակարգում։ Ձերբակալվել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ ՍԱԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորությունները օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Հիշեցնենք, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը օրեր առաջ ներկայացրել էր պաշտոնից ազատման դիմում։ Արմեն Դանիելյանը ՍԱԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024 թվականի նոյեմբերին։ Մայիսի 4-ին 34-ամյա Ռազմիկը Իվեկո բեռնատարով Երևան Մեղրի ճանապարհին Արենի բնակավայրի վարչական տարածքում վրայերթի է ենթարկել հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է Վայոց ձոր բժշկական կենտրոն։ Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր տեղափոխել է բժշկական կենտրոն, սակայն նա գիտակցության չգալով մահացել է։ Մահացածը Մալայզիայի քաղաքացի է։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները, փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Վրայերթի ենթարկվածը դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում են, եղել է իր ընկերների հետ, ովքեր նույնպես օտար երկրացիներ են, բարեբախտաբար նրանք վրայերթի չեն ենթարկվել, թե ինչ հանգամանքներում է Իվեկոն վրայերթի ենթարկել քաղաքացուն, դրա համար քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ կատարվում է արդեն նախաքննություն։ Մայիսի 2-ին Աղթալա բնակավայրի վարչական տարածքում բեմվեն դուրս է եկել երթևեկելի գոտուց հայտնվել դեբետ կետում։ 49-ամյա Էդգարը կարողացել է դուրս գալ մեքենայից, իսկ 74-ամյա Ռուբենը ըստ հավաքվածների կամ մնացել է մեքենայում կամ դուրս է ընկել ու հայտնվել դեբետ կետում։ Նրան որոնել են Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները Լոռու մարզի փրկարարական վարչության պետի գլխավորությամբ։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։ Այս բեմվենա
Մայիսի 4-ին Սայաթ-Նովա պողոտայում էլ բախվել են Toyota-ն եւ Opel-ը, հետո վերջինը բախվել է թույլատրելի հատվածում կայանված Chevrolet-ին, որն էլ Ford-ին։ Opel-ը հայտնվել է գազոնում բախվելով ծառին։ 3 հոգի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Toyota-ի վարորդը եղել է ոչ սթափ։ Վիրավորներին առաջին օգնության են ասել քաղաքացիների եւ ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների օպերատիվ են գործել Երևանի 103 շտաբ օգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նույն օրը Երևան Արմավիր ճանապարհի Երևանյան փողոցում էլ բախվել են 2 BMW։ 3 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է 2-ը Աստղիկ, 1-ը Էրեբունի բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած փրկարարության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Հավաքվածների խոսքով մինչև փրկարարների ժամանումը վիրավորներին մեծ օգնություն է ցուցաբերել վթարի վայրով անցնող մի տղամարդ, ով ռազմական բժիշկ է։ Նա ոտքը կոտրած վիրավորին հանել է մեքենայից, առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Իսկ Աբովյան առինջը սպասարկող թիվ 48 երթուղու մարդատար գազելը առինջ գյուղում բախվել է Երկաթեսյանն ու գազատարին։ 6 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած շտաբ օգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Օպերատիվ են գործել փրկարարության Աբովյանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Օպերատիվորեն ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա, Տրանսգազ եւ Կոտայքի Աբովյանի գազի վերականգնողականի աշխատակիցներ։ Մայիսի 3-ին Volkswagen ID4-ը տեխնիկական անսարկության պատճառով Պարուշ Սևակի փողոցում բախվել է թույլատրելի հատվածում կայանված BMW-ին, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված մեքենայի, հետո անցել բազալտե եզրաքարի վրայով, բախվել բետոնե պարսպին, կոտրել այն։ Վարորդին առաջին օգնության են հասել քաղաքացիները, Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը եւ օպերատիվորեն ժամանած Երևանի շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ժամանել են փրկարարության Երևանի շրջփրկարարական ջոկատի հրշեջները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Մեքենան վերամբարձ կրունկի օգնությամբ փրկարարները դուրս են բերել անվտանգ վայր։ Իմ տեղեկություններով վարորդին առաջինը օգնության է հասել Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Հովակիմյանը, ով անցնելիս է եղել նշված վայրով եւ հենց ինքն էլ շտաբ օգնություն է ահազանգել եւ միշտ բժիշկների ժամանումը Խաղապետարանի աշխատակիցների եւ քաղաքացիների հետ օգնություն են ցուցաբերել վարորդին։ Մայիսի 3-ին թույլատրելի քաշով բարձված կամազ բեռնատարը Սևքարեցի Սաքոյի փողոցում ընկել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ։ Կամազը massամբ կողաշրջվել է, վնասված հատվածով ըստ քաղաքացիների անցնում է խմելու ջրի խողովակաշար, ինչի հետևանքով էլ այն վնասվել է ու խմելու ջուրն անխնա հոսում էր։ Իսկ Veolia ջուր ընկերության ներկայացուցիչները ժամանելուց հետո հայտնել են, որ ջրախողովակն իրենց հսկողության տակ չի գտնվում։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Ասֆալտն է, տեսնում եք, ամբողջությամբ վնասված ճաքած։ Մայիսի 3-ին Թբիլիսյան 7 կոտորակ 8 շենքի մոտ 40-ամյա Կարեն Գրիգորյանը Ford Mustang-ով բախվել է թույլատրելի հատվածում կայանված Nissan-ին, Lada-ին, Mercedes-ին եւ Lexus-ին։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Ford Mustang-ի վարորդը եղել է սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Եվ մայիսի 4-ին արտարոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 2 տարեկան տղան Մարմարի գետի ափին կորել է։ 911 ահազանգած ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ հնարավոր է երեխան անզգուշաբար գետն է ընկել։ Գետի երկայնքով քաղաքացիները փրկարարության Հրազդանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները, ինչպես նաև բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները, նաև ջրասուզակը որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Կոտայքի մարզի Մարմարի գյուղում շարունակում է երեխայի որոնողական աշխատանքները, որի ներգրաված է կարելի ասել ողջ գյուղը, անգամ հարակից գյուղերի բնակիչներ, մեծ թվով փրկարարներ, բարեկներ, այս պահին
Սևանից ժամանած ջրասուզակը շարունակում է գետի մեջ որոնողական աշխատանքներ իրականացնել